մեր ազգի մենտալիտետի մեջ բոլորիս մեջ, նաև ձեր մեջ ինչ որ բջիջ կա, գեն։ Բոլորս էլ կարող ենք լինել վարչապետ, պատկերացնում եք։ Բայց ես դա չեմ ընդունել, որովհետև գտնում եմ, որ ամեն մարդ պետք է լավ լինի իր գործի մեջ։ Եթե տեխնիկական աշխատող ես, գործ չունես քաղաքականության հետ, որովհետև քաղաքականության մեջ եղած մարդիկ իրենք գլուխ չեն հանում իրենց արած գործից, ուր մնաց, դու քո կրթությամբ, քո ուղղությունով խրվես դա սպարեզը։ Երևի դա է ինձ նեյտրալ պահում ամեն ինչից, ոչ թե կանխամտածված։ Ինչպես է ստացվում, որ իշխանափոխությունները, քաղաքական ուժերի վերադասավորումները, ղեկավարության փոփոխությունները որևէ կերպ ազդեցություն չեն ունենում ձեր գործի վրա եւ բոլորը ձեզ վստահում են եւ դուք շարունակում եք աշխատել եւ կատարել այն պատասխանատու գործը, որը կառավարության արխիվի վարումն է։ Սենց բոլոր այդ փոփոխությունները, որ կապեցիք արդեն քաղաքականության հետ, մի բան ասեմ, ես իմ գործի տերն եմ։ Աշխատում եմ հնարավորինս վնասել մարդկանց եւ վնասվել։ Դա կոչել ինքնապաշտպանություն չի ասի, գիտեք ոնց։ Ապրելակերպը ճիշտ։ Եվ բոլոր ամեն ինչում լինել ճիշտ։ Ցանկացած դեպքում էքսպրոմտ հայտարարությունը սխալ է։ Եվ վնասում է դիմացինին եւ քեզ։ Մի հատ վատ երևույթ կա մեր լրագրողների մոտ, հասարակության մոտ։ Երբ որ ընտրում ես ղեկավարին պետք է հնարավորություն տալ աշխատել։ Այսինքն ժամանակ է պետք, որ Երևան նրա աշխատանքը մեկ օրում չի, ընտրված օրը չի որոշվում նրա աշխատանքը։ Տրված տարին, դիապազոնը, այսինքն եթե 2 տարի է կամ 5 տարի է, պետք է սպասել վերջի արդյունքներին եւ փոխել։ Մեր լրագրողներին սենց մի բան ասեմ, հարգանք չկա անձի նկատմամբ։ Դա մեր լրագրողների բացարձակ թերությունն է։ Ինչի, որովհետև նրանք մոռանում են իրենց անձի մասին։ Սաման են խախտում։ Մարդու իրավունքներից են խոսում։ Երբեք ձեր իրավունքը չպետք է գերակշռի վերև կանգնի իմ իրավունքներից, որտեղ սկսում է իմ իրավունքը, դադարում է ձերը, նաև մյուսներին է։ Եվ մի վատ բան կա, ես շատ կուզեի, որ մոռանայի թղթակիցները։ Եթերով մեկ, աշխարհով մեկ ընտրված ղեկավարին կոչել անունով։ Մի տեսակ կամերայի մոտ յանթե բան է ներկայացնում, միմիկա արտահայտել։ Ժուրնալիստը զուսպ պետք է լինի։ Իր գեղեցկությունը գեղեցիկ բառի մեջ է, գեղեցիկ նախադասության մեջ, գեղեցիկ կեցվածք։ Հենց ձայնը բարձրացրեցիր, ամենալավ նախադասությունը 0 է դառնում։ Տարիների փորձառությունից ինչ եք տեսնում 21-րդ դարի սերնդին եւ մեզ այսօր ինչն է խանգարում մասնագիտական զարգացում ունենալ, անձնային աճ եւ ընդհանրապես երկրի բարգավաճմանը խոչընդոտող ինչ խնդիրներ եք տեսնում։ Մեր երիտասարդությունը շատ լավն է։ Տեսահորիզոնը ավելի մեծ է, հնարավորությունները շատ, բայց պետք է ճիշտ օգտագործել այդ հնարավորությունները։ Երբեմն ազատությունը, ոնց են ասում, երբ որ սահման չկա, վազում են, մոռանում են, որ դիմացում կարող է ձոր լինի, ճանապարհ ընդհատվի։ Ինչ ես միշտ շփվել եմ, դուք գիտեք, երիտասարդների հետ, ես շատ եմ սիրում եւ
միշտ էլ երիտասարդները հայրեր եւ որդիներ պայքարի մեջ միշտ դա կա, հիմա էլ կա, բայց ես այն դասին չեմ մանում, որ փնովեմ երիտասարդությանը։ Լավն էլ կա, վատն էլ կա, բայց սիստեմը պետք է ստեղծել, որ գերիշխի լավը, որ ազդի վատը պակասացնելու։ Բոլոր ազգությունների մեջ էլ դա կա։ Չի կարելի ասել, որ սենց բոլորը վատ են, բայց այսօրվա վիճակով ես կարող եմ ասել տոկոսային հարաբերություն բերեմ, եթե համեմատեմ առաջվա երիտասարդությանը կրթության տեսանկյունից, կյանքի պիտանելիության տեսանկյունից բանից, եթե առաջվանը գնահատեմ 60%, ես ներկայիս երիտասարդությանը կբերեմ 90%-ին։ Մենք լավ երիտասարդություն ենք, մենք լավ ապագա ունենք, եթե ճիշտ օգտագործենք։ Մեր երկրում գործատուները շտապում են թոշակի անցած քաղաքացիներին տուն ուղարկել։ Դուք որ այս տարիքում դեռ աշխատում եք, արդյունք եք ստեղծում, ինչ խորհուրդ կտաք գործատուներին եւ նաեւ այն քաղաքացիներին, ովքեր այդ շեմին են։ Գործատուներին հարկավոր է ուղարկել երիտասարդ տարիքում թոշակի, տարիք առնելուց նոր բերել աշխատանքի։ Խելացի մարդիկ արդեն դա հասկացան ինչ եմ ասում։ Աշխատանքն է պահում մարդուն։ Երբ որ երեխաները մեծանում են, ամուսնանում են, ընտանիք են ստեղծում բան, ընտանիքը կարծեք թե պարփակվում է։ Քո ստեղծած ընտանիքը։ Տվել ես նոր ընտանիք ու ընտանիքը փակվում է։ Արդեն պակասություն է զգացվում։ Ճիշտ է։ Եթե աշխատանքն է բացակայում, արդեն դադարում ես լինել հասարակության մեջ։ Փակվում ես 4 պատերով։ Եվ փակված մարդը ավելի շուտ է ծերանում, ավելի շուտ է մոռանում իր մասնագիտությունը եւ ավելի է մոտենում ոնց որ ասած հողի ջերմությանը։ Ցկում է այդ հողի ջերմությունը։ Դա ֆիզիոլոգիա է։ Դա սպանում է մարդուն։ Ցանկացած մարդ միշտ երիտասարդ է, եթե իր աշխատանքը ունի, պրպտում է, ցկտում է լավին։ Եվ ես ավելի շատ սիրում եմ նայել երիտասարդներին, քան հայրու մեջ ինձ։ Եթե շատ նայեմ, կկործանվեմ։ Երիտասարդությունը փրկում եմ։ Ինքս էլ աշխատել եմ ձեզ հետ եւ կարող եմ հավաստիացնել, որ բոլորը ձեզ շատ սիրում, գնահատում են, այ ինչու՞մն է մարդկային լավ հարաբերություններ ստեղծելու ձեր գաղտնիքը։ Իմ գաղտնիքը գիտեք ոնց։ Եթե կարողացար վատ մարդու մեջ գտնել լավը եւ արտնացնել այդ անձին, իմացեք որ հաղթահարված է ամեն ինչ։